այստեղ լավ է։ Նախ սոցիալական խնդիրների մասին գիտենք, որ 40+ ծրագրերը դադարեցնում են, սա ինչ հետևանքներ կունենա արցախցիների եւ իրենց ընտանիքների համար։ Արցախցիներին Արցախից հանել բերել, արցախցին պիտի դառնա մուրացկան։ Թող Աստված ինձ ների, որ արցախցին երբևէ մուրացկան չի եղել, ապրելով իր նախապապերի ժառանգած դրախտավայր Արցախում ապրելով մուրացկան չի եղել, բայց այս պարագայում մեր թուրքական իշխանության օրոք արցախցին պիտի հայտնվի դրսում, ու մենք լռել չենք կարող։ Մի քանի օր առաջ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քանի դեռ ինքն է ղեկավար, Արցախի հարցը փակվելու է, այսինքն արցախյան շարժման թեման այլևս չի լինելու։ Ինչպես արցախցիները, օրինակ դուք ընկալեցիք եւ ընդունեցիք այս հայտարարությունը։ Գիտեք ոնց ընդունեցի։ Եթե Նիկոլ Փաշինյանը ինչ որ ժամանակ Արցախի հրապարակից գոռում էր Արցախը Հայաստան է ու վերջ, էդի պիտի ընդեղ Ադրբեջան ասեր Ադրբեջանա ու վերջ, որպեսզի Փաշինյանի մենք չթողնեինք ընդդեղից դուրս գար Հայաստան, Հայաստանից գոռար ասար Հայաստանը Արցախը Ադրբեջանը է վերջ։ Այ մեր սխալը էտա, իր տգետ ուղեղի պատճառով մենք դժվեցինք, եթե իմանայինք, որ ինքը մեզ խաբում էր մեր իսկ պապական սրբավայր հողու վրա գոռալով, որ Արցախը Հայաստան է ու վերջ, մենք իրան չէինք թողնի Արցախից դուրս գար։ Ինչպես Իրակինը եկավ Արցախում, որպեսզի նոր տարվա վրա զոհվածների երեխաներին նվերներ բաժանի, ես ինքս անձամբ մասնակից եղա եւ այդ նվերներ ինչ որ սարքել էին, քանդեցինք, չթողեցինք, որ ինքը մոտիկանար։ Դուք հավատում եք վերադարձի հնարավորությանը Արցախ եւ ինչ իրավիճակում արցախցիները կհամաձայնեն կամ հնարավոր կհամարեն վերադարձը Արցախ։ Ես Աստծո հետ մեծ հույսերուն եմ կապված, որ մենք երբևէ Արցախ կվերադառնանք, բայց ոչ իրավաճառած իր աղբերների հետ։ Արցախում երբեք արցախցին ապրել է իր հայկական լեզվով, իր հայկական ոճով, իր հայկական եկեղեցիներով, իր ամբողջ նիստուկացով ու նույնն էլ պիտի Արցախին շարունակի հիմա։